քննադատության միակ թիրախը եղել է եւ մնում է իշխանությունը։ Բայց դες քննադատում են իշխանությունների այդ բազարի գնալու մեջ։ Այնքան տենց անդիմադիր կամ չգիտեմ անդիմադիր հրճակված ուժա մեզ քննադատել։ Դուք տեսել եք որ մենք պատասխանենք երբևէ։ Ուրեմն նայեք, հենց որ մենք մտնենք այդ նույն դաշտը, մենք կդադարենք լուրջ ընդդիմություն լինելուց։ Ընտրական օրենսգրքի հետ կապված դուք առաջարկներ ներկայացնելու եք եւ արդյոք եթե կոնսենսուս չլինի երկրորդ ընթերցման ռեժիմում այս նույն քաղաքականությունն է կողքել։ Մենք դեռ չենք քննարկել այդ հարցը։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ամենակարևոր նպատակը կոնսենսուսին հասնելն է։ Եվ մենք այդ նպատակը շարունակելու ենք հետապնդել։ Մենք չենք համարում այդ գործը վերջնականապես տապալված։ Կարող եք մեղադրել ինչ եք անիրատեսական գործով զբաղվում, բայց մենք համարում ենք, որ մեր ազգի համար դա շատ կարևոր է։ Որտեվ կոնսենսուսը դա նշանակում է բոլորի համաձայնություն, չի նշանակում, որ ինչ որ մեկը դրանից կստանա իր համար հաճույք կամ առավելություններ, կամ ինչ որ առավելություններ կստանա իր համար։ Մենք կոնսենսուս ասելով մենք ասում ենք դա պետք է բոլորի համաձայնությունն է, դա չպետք է ինչ որ առանձին գործարք լինի իշխանության հետ։ Եվ քանի որ այդ շատ կարևորում ենք, մենք նաև վստահ ենք, որ եթե կոնսենսուսին հասնենք, դա նշանակում է ամբողջ հանրության մի հատ առնչթաց, չգիտեմ, ժողովրդի հավատի վերականգնում, գոնե ինչ որ չափով ընտրական գործընթացի նկատմամբ։ Դրա համար մենք այդ գործը միջև վերջ ուզում ենք հետապնդենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հանդիպի Բակո Սահակյանի հետ։ Պաստորեն դրան նախորդեց նաև Սերժ Սարգսյանի հետ հանդիպում։ Ինչ գործնական արդյունք տվեց դա եւ ինչ է քննարկվելու Բակո Սահակյանի հետ։ Գործնական արդյունքը նկատի ունեք Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ամենամեծ գործնական արդյունքը այն ոգևորությունն է, որ ես տեսա մեր զինվորների մոտ։ Ես կարող եմ ձեզ ասել, որ հրամանատարները հենց ով մեզ բաշխում էին դեպի դիրքեր, չեմ ուզում անուն տամ, բարձրաստիճան բաներից մեկը, պաշտոնյաներից մեկը ինձ ասաց, որ օրինակ իմ ելույթը կոնկրետ ապրիլի 4-ի, որ այստեղ բանում ազգային ժողովում ներկայացրեցի, այդ թվում նաև Տեր-Պետրոսյանի կոչը, նրանք տպում են եւ բաժանում են զինվորներին, որտեղ դա մեծ ոգևորություն է առաջացնում։ Դա քիչ արդյունք է։ Այսինքն Ղարաբաղի հարցում որևէ բան չի քննարկվել արդյոք։ Ես վստահ եմ, որ Ղարաբաղի իրավիճակին վերաբերող բոլոր հարցերը քննարկվել են։ Բակո Սահակյանի հետ ինչ կքննարկվի։ Նույնը։ Նույն բաները Ղարաբաղի վիճակը, Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության խնդիրները, այս դիվանագիտական այս ծանր վիճակը ստեղծված, արտաքին ճնշումներին դիմակայելու հնարավորությունները, հազար մի հարց կա քննարկելու։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կարծեք թե Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ունեն տարակարծություն, այս հետ զրույցում այնտեղի պաշտոնյաները պնդում են ոչ մի թիսողը, տարածքների վերադարձը բացառում են, հնարավոր է գալ այս երկու իշխանությունների միջև կոնսենսուսի եւ եթե Լեռնային Ղարաբաղի իշխանությունը դեմ լինի, ապա ինչ պիտի անի Հայաստանի իշխանությունը։ Նախ մենք ենք միշտ ասել, որ ի վերջո այդ հարցը չի կարող լուծվել առանց Լեռնային Ղարաբաղի հանրապետության։ Մենք ենք միշտ ասել, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է հարգվի, դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն է։ Եվ եթե հիշում եք, Տեր-Պետրոսյանն է դրել քաղաքականությունը այնպես, որ ի վերջո Ղարաբաղը ճանաչվեց բանակցությունների կողմ, հակամարտության ավելի ճիշտ կողմ, եւ երկու պլան, որ ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, չեն ընդունվել, չեն իրագործվել այն պատճառով, որ Ղարաբաղը մերժել է այդ պլանները։ Հայաստանը համաձայն էր, բայց Ղարաբաղը համաձայն չէր եւ պլանը չիրականացվեց։ Հիմա բնականաբար պետք է կոնսենսուս լինի։ Այդ կոնսենսուսին ոնց ենք հասնելու, դա ավելի շատ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների պատասխանատվության խնդիր է։ Մենք հիմա խորհրդատուի դեր չենք ուզում ստանձնել։ Բայց մենք կաջակցենք երկուսի ջանքերին էլ այդ կոնսենսուսը հասնելու ուղղությամբ։ Ջենտլմենական համաձայնագրին ինչպես է վերաբերվում։ Ինչ ջենտլմենական։ Ընդհանրապես տեսականորեն ված չեն վերաբերվում ջենտլմենական։ Ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենտլմեն լինեն։ Դուք պատրաստ եք ջենտլմեն լինել։ Մենք ոչ թե պատրաստ ենք ջենտլմեն։ Այդ նույն բանն է, ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոտ կա ու ասեն
եկեք համաձայնվենք սրանից հետո, որ այլևս գողություններով չենք զբաղվելու կամ սպանություններով չենք զբաղվելու։ Ինչ պիտի անի ազնիվ մարդը նման դեպքում։ Կարաք բացատրեք ինձ։ Ազնիվ մարդը պետք է ասի, հա, լավ, ես պատրաստ եմ դա ստորագրել, դրանով ընդունելով, որ ինքը միգուցե անցյալում նման բաներ արել է։ Այսպես չեք ստորագրի, պարոն Սուրապյան։ Ստացվում է, որ մենք պետք է մեր վրա գրավոր պատասխանատվություն վերցնենք, չանելու մի բան, որը երբեք չենք արել, չենք անելու եւ որի համար բոլորին քննադատել ենք։ Պարոն Սուրապյան, համախմբում կուսակցությունը ազդարարեց իր մասին, Հայ ազգային կոնգրեսը երբևէ պատկերացնում է ինչ որ ծրագրերի շուրջ համախմբման հետ։ Գիտեք ինչ, կուսակցություն ստեղծելը դա սահմանադրական իրավունք է։ Ստեղծել են, թող գործ անեն, այդ գործի արդյունքները եթե շոշափելի լինեն, մենք դրանց կանդրադառնանք։